Շաբաթ հարթացքում մենք հատուկում ենք ունեցել մեր բոլոր հիմնական բնակավայրերի ներկայացուցիչների հետ, բոլոր խնդիրները ինչ-որ մենք գիտեինք արձանագրել ենք դրությունային, տեսել ենք բոլորի կարծիքները և նախապատրաստում ենք շինարարական աշխատանքների նախագծային նախաշնորհի փաստաթղթերը։ Բայց հիմա քանի որ քաղաքում ենք քաղաքի նախագծերից խոսեմ արդեն, բայց քաղաքում արդեն իսկ ունենք կատարված նախագծեր, պատրաստի նախագծեր, որ արդեն 20 թվականին նախագծել մենք այդ շինարարությունները կատարելու։ Ուղղակի նախագծերի մեջ կան Ալբերտ Ալավերդյան փողոցը, Հինանորքում, 26 կոմիսարներ փողոցը, Ջերմիկ Խեչուրի առաջին ներփանցքը, Մանիսյան փողոցը ունենք և Արշավի Մելիքյան ունենք, հիմնական փողոցները։ Նաև այդ հանձնարարությամբ ավելացնելու ենք Ջերմիկ Խեչուրի երկրորդ ներփանցքեր։ Դրանց նախագծեր ունենք։ Մրցույթ ենք հայտարարել բազմաբնակարանի շենքերի հարակից տարածքների հիմնանորոգում և որ բազմաբնակարանի շենքերի հարակից տարածքների հնարավորություն կա, նաև խաղահարապարակներ ձևավորել։ Մրցույթը հայտարարված է, սպասում ենք նախագծողներին համապատասխան աշխատանքները սկսելու համար։ Արդեն շահող կազմակերպություն կա, փաստաթղթային Մեր շենքի տարածքներ, որ տեսակի նախատրավեշտի չի։ Որտեղ որ հնարավոր է խաղահարապարակներ կառուցել, նայել ենք, ուսումնասիրել ենք, որտեղ որ հնարավոր է խաղահարապարակներ կառուցել շենքերի բակերում, անբակերում հնարավորություն հանուն խաղահարապարակները կառուցվել։ Երեխաները ակեն խաղալու դեր են ունենալու, շատ սիրուն բակերում ունենան 2026 թվականին համոզված է։ Նաև կուզեինք ձեզանից լսենք, թե ինչ աշխատանքներ իրականացնենք, ինչ կուզեինք իրականացնենք, որի մասին որ մենք չենք մտածել։ Այն որ հիվանդանոցով բարձրանում է դեպի Մայրոնի, դա մտել է։ Ես մոռացա ասել, մենակ էդ չէ, բոլոր հինգանցումները։ Որովհետև Մատևոսյան անձանբան այն այնտեղ ասեց այդ նույնը կապված է բակային ասֆալտերի մրցույթների հետ արդեն շատ։ Դրանք են նախատեսված են, որտեղ հնարավոր է թե քաղաքական լինելու, լույսերով, ժողովուրդներով, որ հավանած անցումներ են, դանցումները պարտադիր պահվում են։ Կարող մի բան ավելացնել։ Ուրեմն ինչը որ ասիք շատ ողջունելի է, իհարկե երեխաները բակերի խաղահարապարակների կարիքը խիստ ունեն, ունենք այգիներ, որոնք վերանորոգման, օրինակ 6-րդ Այնտեղ պարտադիր նախատեսվում է, որտեղ բայց կարելի է նաև մի ուրիշ բան եմ ուզում ասել, մի բան եմ մտածել մեծահասակների մասին, դուք երիտասարդ եք շատ ավելի լավ, բայց մենք արդեն մեծացել ենք և այսօր ես որ տեսնում եմ այդ տարեց տղամարդկանց հատկապես, որոնք ոչ աշխատանք ունեն, ոչ զբաղմունքի տեղ, կարելի է մի տեղ հատկացնել, որ դրանք իրենց հետ ազատ ժամանակը կարողանան անցկացնել։ Ասենք ընդ շատ դժվար չի ել մի հատ նարդի, մի հատ շախմատ, չգիտեմ ինչ, թերթ մեր, որ մարդը իրան մի քիչ լիարժեք զգա, էլի։ Ավելացնենք կլինի։ Ինչպես։ Շահումյան վետ շենքի հարակից այգին խաղահարապարակի հետ միասին, նա դեռ փոքր զրուցարան ավելացնենք։ Շատ ավելի լավ, որովհետև մի բաների իրաց զբաղվելու համար։ Ուրեմն ասեմ, այգիներում արդեն նախատեսել են, որ զրուցարան լինի, խաղահարապարակները որտեղ որ լինեն, Արաքից տարածքում նաև զրուցարանն է լինում, հենց անհասակների համար, նստեն, զրուցեն, զբաղվեն։ Բիսեդկայի նման մի բան։ Բացի դա նստելու տեղ ունենան, մի խոսքով, եթե մի հատ բարձրանակ եք վերև է Ջերմուկի Խեչուրի հետ շենքերի հայատումը, տեսնեք, որ հարքաստու, որ ունենք եք կատարեսն է, դա ողջունելի է, դա ուրախանալու բան է, բայց որ մարդը մենակ ոտի վրա քայլում են անդակումի տեղ չնեն, որ նստեն, թեկուզ էդ իրենց այդ առօրյա զրույցը, որ անցկացնում են ոտի վրա, նստեն իրենց համար զրուցարան, այդպես ասում, ոնց կա Երևանի շատ այգիներ են։ Միասին զրուցարան, ասիկը բնականաբար, որ արմատությունը
շահման 100-ի մոտ կա, անդադ նստում են, խաղում են, զրուցում են, դա նորմալ է։ Բայց այն հիմա բաց տարածք կա, Նաև Շահումյան փողոցի վրա ՎՏԲ բանկի մոտ, որ միշտ հավաքվում են տնտեսարանները, հավաքվում են։ Եթե հնարավոր է, այդտեղ անպայման մի հատ բան արեք, այդտեղ մաքսիմում նախագիծ արեք, թող սիրուն զրուցարան հավաքեն այդտեղ։ Շահումյան հատաշինքի բակային հարկացի վերանորոգման ժամանակ նախատեսած է։ Բանը ճարտարապետի մենք այդ պայմանային դրել բակային հատվածների ամբողջ հիմնանորոգում բնականաբար բույսերով եւ որտեղ որ հնարավորություն կա զրուցարաններ տեղադրելու խաղաղապարակ կառուցելու ըստ տվյալ շենքի դիրքայնությունից հարմարությունից կդիտարկենք հրամայությամբ մեկ էլ Ալավերդյան փողոցը որ նախագծի մասնիկը որ այդ արել է ես ասել եմ լուսավորությունը դա լուսավորությունը պատրաստ է նախագծողը չէր նախատեսել, բայց տվել ենք ինչ լույս է պիտի լինի։ Ես տեսել կարողացել ձեր տված լույսերը ես փոխանցել եմ իրենց Որակալը։ Ուրեմն ներկայացնեմ, որ շատ սիրուն փողոց ենք ունենալու։ Ես ինքս հետևողական եմ եղել, ու ինչքան հնարավոր է սիրուն լինի այդ փողոցը, համոզված եմ շատ գեղեցիկ լավ փողոց չեն ունենալու։ Մատրոսյանից Կազավերդյանից դեպի երիտասարդական այդ Տերյան փողոցը կլինի ինչ-որ բան անել։ Մենք Տերյան փողոցը մեկ էլ կողմի փողոցը Չարեցի։ նախատեսել էինք, որ բանը Չարեցի կես անվազան ու նոմի կես այնտեղ շատ վատ է, բայց Արագատյանը վերջնական, որ վերջացնում են իրա Ոչը լինում է դա։ անցումներով էլի որոշակի փակվում, բայց հաջորդ քարը դրանք էլ պետք է արի վերջացնենք, որտեղ դրանցից մեջ քիչ փողոցներ Այդ հատվածները փոքր հատվածներ են, շինարարավոր շարիկ խնդրենք այդ էլ նվեր կանեն, դրանք ով կշարի։ Դուք նախադեսում էինք, որ տուֆերով, նոր ձև է, փողոցները տուֆի սովորակում է, բայց հələ քննարկում ենք այդ հարցը, դուք տեղնած վերջացնենք, եկը մեծ ֆինանսական ծախսեր է, ասում մարակ նրանց Անվտուֆը չէ, ավելի մեր փողոցներ է, որ հաշվում են, ինչ նախագծերից որ խոսում են, հսկայական մեր բյուջե է պահանջում, ֆինանսական բաժինը ախուց են չի հանում։ Բայց ու նրանք փողոց ունեն, արդեն աշխատանքները շահել են, շահող կազմակերպությունը կա, որ պիտի աշխատանքները սկսեն, այս պահին հələ չեն սկսել, բայց հուսով եմ այս պահին կսկսեն չէ աշխատանքները, որ փողոցներ, ավելի չէ։ Իսրայելի շարունակությունը Այն փողոցներ են մի հատ հարթեցվեք են Իսրայելորին չէ, որ նշինարարներին են զարիկենից որ գնացին։ Այ բանը արագործան դեմ են Ուղղակի հարթեցվին, այս Քուրի մոտ է, այսինքն սարսափելի վիճակի։ դե հատոտ է մսել սելավբերը մափիա։ Չէ, մենք գնացել ենք ես նկարել են, որ այնտեղ մենք ասֆալտի ֆրոզ ենք Հա, ես եմ։ Բրեզ քանդել է։ Բայց ջուրը քշտ արել։ Ռոզ ջրում քշետալ է։ Տեսա Ջերմուկի խճուղին այս տարի, հասող տարի վերանորոգվել է կապիտալ, իր մայթերով կապիտալ վերանորոգվել է, դրա հետ մեկտեղ Կարակ չլեցեք, կարակ դրդեմ։ Տեկա ֆարեզել են անել, ինչ է հերթը գանցնի Նաև նշենք, որ ընդամենը մյուս տարի աննախադեպ աշխատանքներ ունենք իրականացնելու բոլոր գյուղերում Դիլիջանոց մոտավորապես 1.5 միլիարդի աշխատանքներ ենք իրականացնելու մյուս տարի հիմնական խնդրահարույց ասենք ջրագծերը ռոռոկման համակարգերը 90%-ով վերանորոգվել են Նաև ասֆալտապատման ծրագրեր ունենք, որ լինելու է գյուղերում, համոզված եմ, որ մի 2-3 տարվա ընթացքում գյուղերում ոչ մի խնդիր չենք ունենալու, ամբողջ փողոցները ասֆալտապատված է լինելու, ջրագծերի հարցերը լուծված է լինելու, ռոռոկման ջրագծերը լուծված է լինելու, արդեն կփորձենք բնապահպան
մարզադաշտի կողքի զբոսայգի մենք բան արել է, ասենք դեռ բարի կան, մենք մենք սարերը պիտի զբոսայգու մասին ասեմ, ես դիզայներ նախագծողներ եմ կան չէ, հենց հիմա են դրա վրա աշխատանք չէ տարվում, ուղղակի պիտի չափավորեիք նայեք, հետո չեք չափավորել, չէ, մոտավորապես պլանավորել ենք այգին ինչ ալինելու, այգին ես ուզում եմ ունես այգի ունենանք, որ երազեմ, դաժե Երևանից գամ մեր այգում մանվան, համ հեծանվա ուղի ալինելու, համ սպորտային հարմեր խաղեր են լինելու այս այգում, համ ես պիտի մտածենք հենց հետաքրքիր բաներ ունենանք, այգի թատրոնով բանում, շատ գեղեցիկ այգի ենք ունենալու, որ մեր երազանքների այգին է դառնալու, վաղտերուշ։ Կարող է 26 թվականին չհասցնենք, բայց համոզված եմ, որ 27 թվականին ունենանք։ որովհետև դեռ ինքանը բան մարդիկ այդ ամառային սեզոնի հիմնականում ընդեղ են գալիս, բայց դեռ նաև գոմեր կան, որը չի Գոմերի հարցը զեկիրի Որ շինություններն վերանալի ամբողջ մարզադաշտի շարժով, այգի շարժով, մեծավաններով վասկուգին հեծանունի ու մնացած ենթակառուցվածքները կազմակերպվել է այգի մեջ։ Նաև այգի բոլոր ծավալները Բոլորը չէ։ չէ, բոլորը չէ, բոլոր ծավալները գնահատվել է դրանց առողջական վիճակից, մաքրվել է, նոր ծավալ է դրվելու, դեռ նոր որոշված հատուկ տվյալ մեր բնակարարական պայմաններին համապատասխան ու բոլորը դիզայնով իրար Շալի տարածին։ Հեծանվա ուղի, ամբողջ մեր այգի տարածքով, ասենք, լրիվ ասենք ինքը գծանշում անել, ամբողջը։ Ահագին մեծ հեծանվա ուղի անելու, ստանդարտներին համապատասխան և նաև համոզված են, որ մրցումներ էլ կլինի այդ ուղու վրա, անենց բանեց այդելու, որ շատ լավ փողոցան դեռ, հիմնականում ընդեղ են զբոսնում ամառը, բայց ընդեղ նաև մոծակների խնդիր եթե դա հարցերում են խնդրեմ։ Նաև այսօր խոստացել եմ, որ մյուս տարի Շահումյան 6-ի տանիքը փոխեն, եթե խնդրեմ մեր ծրագրերի աշխատողներին, որ ամեն ինչ անեն, հնարավորին ծրագրով են ճիշտ մեր ֆինանսավորություններ ինձ բայց ասեն, որ ծրագրի մեզ Շենքի համար սեստականության փաստաթղթեր տալի են կապված, որը համապատասխանում է։ Ախուր դրամերի ժամանակ իր սեստականության կարգի հետ կապված դրամած չեն փոխանցվել։ Բայց մենակ է չի, այդ ժամանակ երկրային Խնդրեմ նաև մարդուկը հայտարարել նախագծի, որ դա նախագծանալ, եկել տանիքը ուսումնասիրեք, եթե հնարավոր է, ասենք հետերը պահպանել կամ մի որոշակի չափով դիտումներ հետերի, որ հնարավորին է ժամանակ։ Եղավ, շնորհակալություն եմ հայտնում բոլորից հետ քննարկման համար, եթե ելա հարցեր կա, կարող եմ գծանքամ այդ տեղեկությունները հավաքել մեր վայրի մշակույթի գիտենք, որ արդեն եվրոպական գործընթացի մեջ է, մոտավորապես երբ ենք ակում կանգնելու, որպեսզի նոր մշակույթին ինչ-որ նախագծի հետ կապված, ինչ-որ նախագծի հետ կապված երկու գերատեսչության ունեցել ենք հրամաշարժման, բայց բոլոր արդեն մենք կարգավորել ենք, լուսին ուղարկել ենք քաղաքացիական կոմիտե։ Համայնք փորձագործության վերջնական փուլը։ Ֆինանսների դեպքում Այս 2026 թվականին նաև մշակույթի տան շինարարական աշխատանքները կսկսվեն։ Պարոն Մադրոսյան, սուբսիդիոն ծրագրերով մեր բակերի ասֆալտապատման աշխատանքները մնացված են թե չէ։ դրա մասին ենք խոսում, բակերը նախատեսված է ասֆալտապատում, Բոլոր շենքերը, որը որ
ասֆալտապատվաշի։ Այո, վիճակում է։ 10 շենքի այս պահին։ Այս պահին 10 շենքի նախագծի մրցույթը արդեն շահել են, հեսակ սկսեն նախագծային աշխատանքները, նաև ոչ շենքերի բակում հնարավոր է խաղաղարապարակ կառուցել, այդ շենքերի բակերում խաղաղարապարակներ ասֆալտապատման Մենակ ասֆալտապատումը հիմնադրողում է մայթերով, լույսերով դեմադրվելու եւ ասֆալտապատ։ նայած բայց այստեղ ասֆալտը ավելի գեղեցիկ կլինի շենքերի բակում։ Մի բան էլ ասեմ, ներողություն, այդ մի բանը չեմ կարող ասեմ։ Նախ ասեմ, որ շնորհակալություն իսկապես լավ էր ներկայացված եւ առհասարակ ես շատ գոհ եմ դեր աշխատանքից, ասեմ նաեւ, բայց մենք մի սրբության սրբոց ունենք, գերեզմաններ։ Չգիտեմ, ուզում եք համայնքը իր ներդրումն անի, ուզում եք Էսյանից կշտեք, ուզում եք Էինյանից, այդ գերեզմանների խնդիրը լուծեք, ես խնդրում եմ ձեզ։ Ուրեմն ասեմ, գերեզմանների ճանապարհի խնդիրը լուծած է։ Ոչ միայն ճանապարհի, անացումները օրդնում են դեյնիչ, հազար մի տեսակի տահաճ բաների ենք ականատեսել, դժբախտաբար մեր շատ ունենք գերեզմանոց։ 26 թվականին այդ խնդիրը ես չեմ կարող ասեմ։ Եթե ինչ-որ ծրագրերով հնարավոր լինի լուծել, կլուծենք անպայման 26 թվականին։ Թող համայնքը նաև իր ներդրումը համայնքի բնակիչները չեն կարծում, որևէ մեկը փորձ խուսափել նրանից։ Մենք բոլորս էլ մասնակցենք։ Այդ եմ ասում եք։ Շատ ուրախ կլինեմ։ Շատ Վերջում այդ Դա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ինչեր սկսել է։ Այսինքն գրում ես գերեզմաններ, ականատեսեցին, որ անասուն կարել է, ենթադրենք քո հարազատի գերեզմանի կողքին։ Դրանից ինչ մարդիկ ինչ պետք է զգա։ 26 թվականի դրա նախագիծը անպայման կանենք, 27 թվականին շատ գեղեցիկ ցանկապատ կունենանք։ Ապրենք, տեսնենք, չենք ապրում, თუ մնացած տեսնենք։ Ինչա ջայլը սպորտես Եթե մասնակցեն նաև կպահեն։ Այո, եթե մարդը իր մասի կտերի, ինքը անպայման նպատակադրված կլի, որ այդ առածը հասնի տեղ։ Շատ ուրախ կլինեմ, եթե մասնակցեն։ Կդիմենք կամավորական սկզբունքով, ովքեր կտապ չենք պարտադրում, բայց կամեցողներ շատ կդիմենք։ Եթե կամեցողներ կլինեն, ովքեր ես կարամ 26 թվականները։ Կամեցողներ կլինեն, մենք դրանով զբաղվեք, շատ լավ կլինի։ Այսինքն միայն հայտարարություն ենք դնում։ Հայտարարություն ենք դնում, Դիմում ենք բոլոր հայկեցիներին, աշխարհի բոլոր որտեղ վերանորոգում են գերեզմանները։ Ես չեմ կարծում, որ չլինի մտան։ Ես էլ չեմ կարծում, որ չլինի մասնակցությունը բոլորը երկու։ մեծ մասը կմասնակցի ամեն Սիրուն հայտարարություն, ես ձևակերպեմ, կտամ մանեջան։ կտանց մենք էլ բոլորս կտարածենք Եվ բոլորիս համար կարևոր է։ Դա Տեսեք, ինչքան էլ հավաքվի, ես խոսք եմ տալի, եթե ինչ-որ բան հավաքվի։ Եթե ինչ-որ բան էլ պակասի, ես կլրացնեմ այդ ամեն ինչը։ Դե թող մեծահարույցներն Ռուսաստանի մասնակցեն Ես էլ խնդրեմ իրանց որ մասնակցեն։ Բոլորն են մեծահարույցներն են։ Հայտարարությունը դնենք, այո, բոլոր մեծահարույցներն այսօր գերեզմանում են։ Եթե բոլոր եւնությամբ լինի Դե չեք արվի մասին եմ կարծում եմ, որ այդ անդուցելի հարց։ Արվի մասին ուղղել ասել, դիմել ենք մի քանի անգամ կառավարություն, հուսով ենք այդ հարցը կլուծվի, Ռոսլուվակի դեռ ինչ-որ խնդիրներ կան, էլի ասենք, այդ արվի ինչ-որ տեխնիկական կեսը աշխատում արվի համար։ Հիմա կեսը մասնակի գոնը ֆինանսավորի, ինքն էլ հրաժարվում է ֆինանսավորելուց, հիմա բանակցությունների մեջ են կարողանանցիլի դաշը 2 օրանոց խողովակով մենակ ասենք վայք բնակիչների համար բերեն, որպես ոռոգման ջուր օգտագործեն կեսը տանջուղը։ Այդ տարբերակներ կա, քննարկում Պարոն Մաթևոսյան, իսկ այս աղբամանության հարցը ամբողջ ժամանակ այս
կենտրոնները զիդիլը Այո, ծրիդանով այդ սեփական տներին ավելի շատ Ուզում եմ տեղեկացնեմ, մոռացել ենք դրա մասին։ Ուրեմն 2026 թվականի հունվարի 1-ից մեր ափանցն իրականացնելու է ինչ-որ նա լիցենզավորված կազմակերպություն։ Մրցույթը արդեն երևի հայտարարել է, չէ՞։ Հայտերի 60-ն է։ Ուրեմն այդ կազմակերպությունը պայմանները այնպես է դրած, որ ըստ պահանջի լրիվ նոր աղբարկը վերալինելու այդ համայնքում եւ բոլոր գյուղերում ամեն օր աղբահանություն ունենալու, դաժե կարող է պետք լինի օրը մի երկու անգամ աղբահանություն անեն, հենց որ բնապահպանական խնդիրները լուծվելու է։ Ոչ մի կեղտոտ աղբարկը չի լինելու, ոչ մի աղբարկի կողքերը կեղտ չի լինելու։ Համառողջների համար շինարարական աշխատանքները ավարտվել են, կացարան ենք կառուցել շների համար։ Հեսա հունվարի 1-ից երևի կացարանն էլ արդեն կաշխատի, շների հարցն է։ Կարելի է մի հարց աղբանության վերաբերյալ, իսկ այդ աղբահանության կանզումները նորից այդ Կանզումները համայնքապետարանն են։ Այսինքն մնալու է նույն ձևով։ Նույն ձևով։ Իրանք իրանք մեքենաները, իրանք պլաստմասե աղբամանները 1100 լիտրանոց։ 1100 լիտրանոց աղբամաններ փակել չկա։ Ուղղակի կանզումները նորից նշման են ուղղակի։ Կանզումները մնալու են։ Պարոն Մատևոսյան, մի բան էլ ասեմ, մեկի շատ ախոսում, բայց այդ դրանից ակում խնդիրներին ավելի շատ ես եմ առնչում։ Այդ մայթերի վրա մի քանի հատ նստարաններ են, իշտ դիլի որ ասեն կանգառներում թեկուզ։ Ճիշտ եք ասում, այդ հարցերը քննարկել ենք, ես խնդրել եմ մեր աշխատակիցներին, որ նստարանի մրցույթ հայտարարեն։ Երևի մոռացել են, չէ՞։ Ճիշտ է, ճիշտ է։ 10 հատ ասել եմ։ 10 հատ ես ասել եմ, որ Արտներին այն անհրաժեշտ տեղերը 10 հատ նստարան, այդ արագացնեք ինչքան հնարավոր է արել այդ նստարանները արագ։ Եղավ։ Մի 10 հատ այս տարի կառնենք, մյուս տարի մի 20 հատ էլ կառնենք։ Ոտները ոչ չեն։